Ինչու եք այդքան ծուր։ Երկիրը թուրքացման դանող իշխանություններից սերբազատումը լիներ։ Նախկին նախագահները պետք է մեկ կողմ քաշվեն, անլրջությունն է քերիշխում եւ այլն եւ կարելի երկար խոսել։ Մեզ հալածելով, մեզ բանդարգելով, կարծես թե իրենց ժամանակները սպիտակ ժամանակներ են, խորքի մեջ նրանք շատ մտահոգ են եւ նրանք վախեցած են։ Տեսասնազրերը մուտք գործեն ազգային ժողով, ապա պատերազմա լինելու։ Հիվանդակին վիճակի մեջ է գտնվել այդ օրերից մինչեւ այսօր։ Պատրաստ լինել ցանկը դալ հողը բահելու համար, ճանաչելով Փաշինյանների պացիֆիստ, հա, իրենք պացիֆիստներ են։ Նույնիսկ այս վիճակում մենք կարող ենք Ադրբեջանին ասել ոչ։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մենք այս պահին գտնվում ենք ազգային ժողովրդավարական Բևեռի գրասենյակում, որտեղ կզրուցենք Բևեռի քաղաքական խորհրդի անդամ Շիրայր Սեֆիլյանի հետ։ Պարոն Սեֆիլյան, ուրախ եւ շնորհակալ եմ, որ մեզ ընդունեցիք ձեր գրասենյակում։ Պարոն Սեֆիլյան, անդրադառնանք համապետական ընտրություններին ձեր մասնակցությանը։ Ինչպիսի մասնակցություն եք դուք ունենալու եւ համապետական ընտրություններին ինչ առաջարկներով ու գաղափարներով եք գալիս։ Ինչու ընտրել ազգային ժողովրդավարական Բևեռին ԱԺԲ-ին։ Ամիսներ շարունակ մենք փորձել ենք լուծում գտնել այնպիսի ընտրությունների դասավորումը այնպիսին լինի, որ գործող, հա, երկիրը թուրքացման դանող իշխանություններից սերբազատումը լիներ։ Առնվազն կարող եմ ասել 5 ամիս առաջ, 6 ամիս առաջ սկսել ենք մենք զարգացնել մի միտք, որ մեր կարծիքով լուծումը հետևյալն էր, որ նախկին նախագահները պետք է մեկ կողմ քաշվեն եւ գտնվեր չեզոք մի տեխնացու, որը պետք է ղեկավարի անցումային փուլը, որը բավական կարճ ժամկետ պետք է լինի, այդ չեզոք կերպարը չեզոք տեխնազուն գորիզային իր թիմը պետք է ձևավորեր եւ ամբողջ դաշտը, այսինքն ովքեր մերժում են թրքացման ընթացքը, այսինքն այս իշխանություններին եւ իրենց արբանյակներին, մնացյալ բոլորը պետք է օժանդակեին չեզոք տեխնազուին։ Եւ այդպես մենք այդ բանացեվով վստահաբար արդյունքի ամբողջությամբ արդյունքի կհասնեինք, այսինքն այն բոլոր ուժերը, որոնք դեմ են երկրի մեր հայրենիքի թրքացմանը, բնականաբար արդյունք կստանանք։ Ցավոք, ինչպես տեսնում եք, այդպես էլ դա տեղի չունեցավ, եթե փորձեմ հագիրջ պատճառը, ասենք կարելի երկար խոսել պատճառների մասին, բայց ցավոք երկար տարիներ է, արդեն նոր չէ, որ քաղաքական ճակերտների մեջ վերցրած մեր թաշտը, խավը բարակտված եղել է, բարակտված մնում է, անլրջությունն է քերիշխում եւ այլն, կարելի երկար խոսել։ Անկախ ամեն ինչից մենք որպես բայկարող ուժ այդ փորձերը անելուց հետո հասել ենք արդեն այդ ժամանակները եւ երկար ծանոթ հետեւ անելուց հետո հասկացանք, որ չի կարելի չմասնակցել այս բայկարին։ Այսինքն մենք երկար տարիներ լինելով ազգագրական բայկարի մեջ գործող համագարքը, այն համագարքը, որ գեղեցել է, գեղեցում է մեր ժողովրդին, մեր երկիրը, տասնամյակներ փորձել են այնպես անել, որ մեր նման ազգայնական քաղաքական շարժում առհասարակ չլինի, ինչպես տեսնում եք, նրանք չեն հաջողել, չնայած նրանք բարբերաբար մեզ հարվածել են, ցավացրել են, այսօր էլ մենք ունենք ընկերներ, որոնք փանդում են գտնվում, եւ պատահական չէ նաեւ որ Սասնաձորերին ազատ արձակելուց հետո տարիներ հետո ավելի կոնկրետ պատերազմից հետո որոշեցին նորից հետապնդումները շարունակվեցին։ Մենք կարող ենք ասել հետ պատերազմյան ժամանակը Հայաստանը կարելի ասել բռնադիրական ժամանակներ մտավ, բարձ է որ մեր նման քաղաքական ուժը պետք է չեզոքացվեր։ Ամեն ինչ արել են, որ մենք չլինենք, այսինքն Վարուժան Ավետիսյանից փանդում գտնվելու հանգամանքը նաև այն պատգամներ, որ մենք հասկանայինք, որ պետք է քաղաքական դաշտից դուրս գանք։ Սակայն մենք ինչպես եղել ենք դարիներ շարունակ դրսևորել ենք համառություն, քաղաքական համառություն, այժմ եւս այս վերջի դարիներին եւս նույնանման ենք վերաբերվել եւ ի հեջուկս մեր երկիրը գեղեցկո համագարկի մենք կանք։
Եվ ոչ միայն գանք, որ դիմացել ենք եւ այսօր կարողանում ենք շփվել ձեր հետ, այսպես, նաեւ ուղիղ եւ պաշտոնապես, այլ նաեւ այնքան գանք, որ մենք նաեւ կարող ենք մասնակցել ընտրություններին։ Մենք վստահ ենք, որ համագարկը ամեն ինչ անում էր, որ մենք չմասնակցենք ընտրություններին։ Ինչ վերաբերում է ակնկալիքներին, բնականաբար ունենք ակնկալիք եւ պիտի չի բացառել, որ ունենանք հաջողություն, խոսքը վերաբերում է հաջողությունը ասելով այս դեպքում ես նկատի ունեմ մուտք գործելու ազգային ժողով, հա իրադես լինենք, այստեղ շատ ուժեր, նորելուկ ուժեր հաղթանակից են խոսում, կարծես այդքան հեշտ է ամեն ինչը։ Մենք հնարավորինս փորձում ենք իրադեսորեն մոտենալ ամեն ինչին եւ ես չեմ բացառում, այս անգամ հավանականությունը ավելի մեծ է, այսինքն ի դարբերություն 18 թվականի եւ 21 թվականի, որ մենք մասնակցել ենք, որ համագարկը բարին իմաստով արգելք է հանդիսացել, որ մենք չկարողանանք մուտք գործել ազգային ժողով, այսօր նաեւ պատճառներից մեկը, որ ես կարող եմ ասել, որ հնարավորությունը շատ մեծ է, որ մենք պետք է մուտք գործենք, դա գործող համագարկի ճգնաժամն է։ Այսինքն մի կողմից այո մենք որպես ժողովուրդ բարակտված քաղաքական խավ կարող ենք ասել հիմնականում գոյություն չունի, անլուրջ մթնոլորտ, բայց բարեփոխտաբար դրա զուգահեռ վերջապես եկել են այն ժամանակները, որը տեսնում ենք, որ նույն համագարկը ինքը ճգնաժամի մեջ է եւ ես ունեմ համոզում, որ համագարկը ոչ միայն ճգնաժամի մեջ է, այլ նաև մենք ականատեսն ենք լինելու ենք որոշ չափով եւ առաջիկա ժամանակներուն համագարկը հեռանալու է այս մեր տարածաշրջանից։ Եվ հավանականությունը մեծ է, որ նաև այս պատճառով այս անգամ չկարողանան մեզ շատ կոշտ ձևով արգելք հանդիսանալ, չկարողանանք մտնել։ Իդար ուրեմն վերադառնալով մեր նաև ընտրություններին եւ մեր ժողովրդի հետ շփմանը, մենք եթե չմասնակցեինք, կարծում եմ, որ ընդգծված ազգային բաղադրիչի պակասը պիտի լիներ մեր ժողովրդի ընտրություն անելուց, ես կառանձնացնեի ինքնիշխանության հանգամանքի կարևորությունը, մանավանդ այսպիսի ժամանակներում մենք տեսնում ենք, որ աշխարհը պատերազմի մեջ է։ Այնքան կարևոր է, որ մեր վաղվա Հայաստանի իշխանությունները ինքը Մինչ այլոց, երբ մենք մուտք ենք գործում ազգային ժողով, արդեն ինստինկտիվ դառնում ենք իշխանության մաս, այնպես չէ, որ մենակ գործադիրն է իշխանություն, ինքը ազգային ժողով ամբողջությամբ իշխանություն պիտի համարել իշխանություն։ Մեր նման ուժի ներկայությունը իշխանության մեջ վստահ եմ, որ ինքնիշխանության բաղադրիչի բարձրացումը դեղ ունելու եւ դրանից միայն մեր ժողովուրդն ու մեր երկիրն է շահելու։ Պարոն Սեֆիլյան, համապետական ընտրություններին Բևեռի վարչապետի թեկնածուն լինելու է Վարուժան Ավետիսյանը, օրերս այդ մասին հայտնեցիք եւ նա գտնվում է կալանքի տակ։ Ինչպես եք պատկերացնում նրա մասնակցությունը համապետական ընտրություններին եւ նաեւ կխնդրեմ նշեք, թե ձեր ցուցակը երբ եք պատրաստվում հրապարակել, ովքեր են լինելու ցուցակում ներառված, գուցե նոր անձինք կան, որոնք եկել դիմել են ձեզ միանալու Բևեռին։ 18 թվականին մենք երբ նոր էինք բանդերից դուրս եկել, երբ ապալտապալ որոշեցին արտահայտ ընտրություններ կազմակերպել, այդ ժամանակ մեր թեկնածուն Վարուժան Ավետիսյանն էր։ 21 թվականին նույնպես նա էր, բայց այդ ժամանակ նա հիվանդության պատճառով չկարողացավ այդ օրերին ակտիվություն ցուցաբերել եւ նրան փոխարինել էր մեր Վահե Կասպարյանը։ Իսկ այժմ եթե նա ազատության մեջ չլիներ, նույնպես ինքը պետք է լիներ։ Այսինքն ինչ որ չափով նաև նրա տեխնացությունը նաև խորհրդանշական է։ Մենք նաև դրա մեջ քաղաքական մեսաժ կա, նաև համագարկին հասկացնում ենք, որ մեզ հալածելով, մեզ բանդարգելով մենք դուք չեք կարող, դուք որոշեք ով ինչ է անելու, մենք կորոշենք։ Կուզեմ ասել նրա մասնակցությունը ինչ որ չափով խորհրդանշական է լինելու։ Բարեփոխտաբար ձանր բերը, Վարուժանի բերը, այսօր իրենց ուսերի վրա պատրաստ են վերցնելու երիտասարդ գործիչներ եւ մենք ունենք որոշում, որ այս անգամ մեր ցուցակի անցողիկ հատվածում պետք է լինեն երիտասարդներ։ Առաջիկա օրերին այդ ցուցակը կհրապարակվի եւ կծանոթանանք բոլորին։ Նոր անձինք լինելու են երիտասարդներից բացի քաղաքական դաշտում հայտնի նոր անձինք լինելու են, որ ձեզ է միացել։ Հա, մենք անշուշտ երբ մեզ չհաջողվեց այդ քիչ առաջվա իմ ասած բանացեվը կյանքի կոչել, այսինքն մի կողմը Փաշինյանը իր արբանյակներով, մյուս կողմը ամբողջ
մնացած ուժերը, որոնք մերժում են մեր երկրի թրքացումը, երբ մեզ չհաջողվեց այդ ամեն ինչը անել, մենք փորձեցինք ավելի նեղ շրջանակներով, այսինքն այնպիսի անհատների եւ գազམ་ագերբությունների հետ խորհրդակցել եւ մինչ այսօր այդ խորհրդակցությունը շարունակվում է, որոնք ավելի քաղաքապարապես մոդիկ են իրար եւ փորձել ընդհանրությունը գտնել եւ եթե հնարավոր է ընտրություններին միասնաբար մասնակցել։ Այդ խորհրդակցությունները շարունակվում են։ Ես հույս ունեմ, որ որոշ հաջողություն կունենանք եւ Բևերը միայն ամբողջությամբ միայն չլինի, շատ լավ պիտի լիներ մի քանի գազམ་ագերբություններ եւս կամ ինչու՞ չէ նաեւ հայտնի անցիկ եւս ներգրավվեն։ Դակավին ես հույս ունեմ։ Եվ ունենք մի փոքր ժամանակ։ Քաղաքական դաշտում կա այն մոտեցումը, կա այն տենդենսը, որ եթե նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանը անպայմանորեն վերընտրվելու է։ Երրորդ նախագահը չի մասնակցելու ընտրություններին, արդեն այդ մասին հայտարարել է ապրիլի 4-ին։ Երկրորդ, առաջին եւ երկրորդ նախագահները մասնակցելու են։ Նրանց մասնակցությունը ինչով է խանգարելու եւ կարծեմ ձեր առաջին խոսքում դուք էլ դրա մասին խոսեցիք, որ եթե երկրորդ նախկին նախագահները մասնակցեն, ապա հոգուտ գործող իշխանության է լինելու։ Ինչով են խանգարում նրանք։ Նախկինների մասնակցելու հանգամանքը գործող իշխանությունները օգտագործում են անցյալը հիշեցնելով մեր ժողովրդին, անցյալը շատ ավելի սև ներկայացնելով, կարծես թե իրենց ժամանակները սպիտակ ժամանակներ են, սև սպիտակ մարտավարությունը վարելով նրանք 21 թվականին հաջողել են։ Դա նրանց հաջողվել է։ Անշուշտ այժմ եւս նրանք փորձում են այդ սև սպիտակ քաղաքականությունը վարել, բայց կարծում եմ, որ այս անգամ չի աշխատելու, որովհետեւ 23 թվականի դեղի ունեցածից հետո, այսինքն Արցախի կորուստից հետո մենք վստահ ենք, որ ժամանակավոր է այդ կորուստը, մենք անպայման ամեն ինչ պիտի անենք, որ շուտ վերադառնանք։ Այդ կորուստից հետո ես կարծում եմ, որ նրանց ոչ մի մարտավարություն չի հաջողելու, որ իրենք հասնեն իրենց նպատակին։ Այսինքն այսօրվա իշխանությունները ինչքան էլ փորձեն ինքնավստահ դրսևորվել, կարծես թե շատերի մոտ կա կարծիք, որ գիտեք ինչ, անպայման սրանք վերարտադրվելու են, ես այդ կարծիքին չեմ։ Այնինչ կատարվում է ներքաղաքական այսօր հարթակում եւ մանավանդ այնինչ կատարվում է աշխարհակաղական զարգացումները մեր շուրջ։ Այդ ամենին պետք չէ նայել մագերեսային, շատ ավելի խորքային գործընթացներ են դեղի ունենում եւ շատ բարդ, ես վստահ եմ, որ քիչերն են տեսնում, թե ինչպիսի բարդ գործընթացներ են դեղի ունենում։ Ուստի եթե լավ հետևենք գործող իշխանությունների շարժուцевերին, այդ չնայած որ նրանք փորձում են շատ ինքնավստահ դրսևորում ցույց տալ, բայց խորքի մեջ նրանք շատ մտահոգ են եւ նրանք վախեցած են, որ իրենց կարծես չի հաջողվելու այս անգամ վերարտադրումը։ Եվ այս պատճառներից մեկը նաեւ որ մենք այս պայքարի մեջ մնում ենք, նաեւ այդ, այսինքն մենք վստահ ենք, որ մեր ներկայությունը այս ընդրական պայքարին պիտի շատ ավելի ներգացության մատնենք գործող իշխանություններին։ Եվ վերջապես նաև ասեմ, որ քանի որ մենք մեր պայքարը մեծ հաշվով ազատագրական պայքար է եղել մինչ այսօր նաև է եւ այդ պայքարը կարող ենք նմանեցնել մի մեծ պատերազմի, որին մասնակցում ենք նպատակ ունենալով վերջը հաղթանակին հասնելու, ապա այսօրվա նախընտրական այս փուլը կարող ենք ասել այդ մեծ պատերազմի ճակատամարտներից մեկն է։ Եվ եթե մենք հրաժարվենք այս ճակատամարտին մասնակցելուց, հավանաբար ամբողջ պատերազմից դուրս կմնայինք, որի մասին երազել է գործող համակարգը։ Դուք այն քաղաքական գործիչներից եք, որ անմասն չեք մնացել Արցախյան առաջին պատերազմին։ Ձեր մեծ մասնակցությունն եք ունեցել, ձեր ներդրումն եք ունեցել Արցախյան հաղթանակի եւ այս համատեքստում ես կցանկանամ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք, եթե մենք չընտրվենք, ապա պատերազմ է լինելու։ Դուք պատերազմ անցած մարդ եք։ Ես կցանկանամ դուք ասեք այդ պատերազմի վտանգը կա, թե սա ուղղակի քաղաքական հայտարարություն էր։ Նախ պիտի ասել, որ նրան մեկնաբանել չարժի, նրան պետք է արհամարել։ Ինչ վերաբերում է պատերազմով վախեցնելու ժողովրդին, հայտնի հնարք է, հասկանալի է։
18 թվականին միջայլոց մեզ մեր ցայները փախցնելու գլխավոր հնարքներից մեկը նաև դա էր, ես ուզում եմ հիշեցնել, որ գործող իշխանությունները շատ ակտիվ ձևով դրեցին շրջանառության մեջ, այդ ժամանակ մենք Սասնա ձրերի ձևաչափով էինք մասնակցում, նրանք շրջանառության մեջ շատ ակտիվ դարաձեցին, ամբողջ քարոզչական մեքենան իրենց ցերկ լինելով, թե Սասնա ձրերը մուտք գործեն ազգային ժողով, ապա պատերազմը լինելու, կամ Սասնա ձրերը եթե լինեն իշխանություն, պատերազմ է լինելու։ 18 թվականի մասին է խոսքը։ Թույլ չտվեցին, որ մենք մուտք գործենք, 20 թվականին մենք պատերազմը ստացանք։ Ես վստահեցնում եմ ցեզ, որ եթե մենք իշխանության մաս կազմած լինեինք, առնվազն հավանականությունը մեծ էր, որ պատերազմը կգանխվեր, որովհետև պատերազմները գանխվում են պատերազմին պատրաստվելով։ Եթե ուզում ես պատերազմը հեռանա քեզանից, դու պետք է հնարավորինս լավ պատրաստվես այդ պատերազմին։ Եվ մեր ամբողջ կոնցեպտը դա էր, որ պիտի ժամանակ չկորցնել եւ պատրաստվել պատերազմի հայտնի ազգ-բանակ խոսույթը կարող ենք ասել մենք ենք դրել շրջանառության մեջ տարիներ առաջ 18 թվականից շատ ավելի առաջ այսինքն եթե մենք 18 թվականին մուտք գործած լինեինք իշխանության մաս կազմած լինեինք ինչպես ասեցի հավանականությունը մեծ է որ կանխվեր բայց իսկ եթե լիներ պատերազմ վստահաբար այս արդյունքը չէր լինելու նույնիսկ եթե մեզ այդ երկու տարիների ընթացքում պետք եղած զինվածության արդիականացման իմաստով մագարտակը չապահովեինք մեր ունեցած զենք ու զինամթերքով բայց ճիշտ մարտավարությամբ եւ անշուշտ քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարության նաեւ ազգային գամքի դրսեւորմամբ ես վստահ եմ ոչ միայն այսպիսի արդյունք չէր կարող լինել այլ ուղիղ հակառակ արդյունք կարող է լինել այսինքն վերջում մենք կապիտուլյացիայի ենթարկեինք Ադրբեջանին ես դրանում վստահ եմ Մենք այդ ներուժ ունեցել ենք նաև 20 թվին նույնիսկ ոչ մեր նմանների ղեկավարման դեպքում։ Մեն այդ օրերին 20 թվականի օրերին, երբ գործող իշխանությունները ընդամենը մի քիչ խորհուրդներ լսեին գողքից, մենք եւս նաև պատրաստ էինք եւ փորձում էինք խորհուրդներ տալ ինչ պետք է անել, որպեսզի այսպիսի ողբերգական արդյունք չլիներ, սակայն ինչպես տեսնում եք, հետո բոլորս ավելի լավ հասկացանք, որ այդ ամեն ինչը պայմանավորված էր, այսինքն աստորեն 18 թվականից սկսյալ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փոխանցում է իշխանությունը Փաշինյանին, գլխավոր նպատակը եղել է այն, որ Լավրովյան պլանի կյանքի կոչումը, այսինքն Արցախի այսօրվա այնինչ ստացանք, դա հայտնի դարիների ծրագիր է եղել, որը Սերժ Սարգսյանը հրաժարվեց ինքը կյանքի կոչել, այդ թավաջանական փաթեթը փոխանցեց Փաշինյանին, որը իշխանադենչությամբ հիվանդակին վիճակի մեջ է գտնվել այդ օրերից մինչև այսօր։ Պարոն Սեֆիլյան, իշխանությունը ասում է, որ մենք խաղաղություն ենք բերում ժողովրդին եւ ցույց է տալիս իրական Հայաստանի քարտեզը եւ ասում է սա է Հայաստանը, մեր արագածն է, մերժում ենք Արարատը եւ սրան զուգահեռ էլ տեսնում ենք ընդդիմությանը, որ ասում է մեզ պետք է երաշխավորված արժանապատիվ խաղաղություն։ Դուք ինչպիսի խաղաղություն եք տեսնում Հայաստանի համար, որը կլինի իրական արժանապատիվ երաշխավորված խաղաղությունը Հայաստանի համար։ Գլխավորը ինքնիշխանության, ինքնուրույնության գործոնն է։ Գլխավորը այդ ինքնիշխան իշխանությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու քաղաքականության վարման մեջ է գլխավորը։ Եվ այդ ընթացքում բնականաբար ցերկ է սպերում գործընկերներ, դաշնակից պետություններ, որոնց հետ գործակցաբար դու կարողանում ես նաեւ քո պաշտպանությունը զարգացնել, ինչու նաև գազམ་ագերբել։ Սակայն ամեն բանի առաջ հույսը պետք է տնել ինքդ քեզ վրա, այո։ Քո վրա, անշուշտ, եթե պատերազմ լինում է եւ ուժերի հարաբերակցությունը շատ դարբեր է, իվնաս քեզ, բնականաբար դաշնակցային հարաբերությունները ինչու համար են ծնվել։ Այդ ամեն ինչը հավասարակշռելու նպատակով, բայց առաջնահերթորեն դու պիտի դիմադրես, առաջնահերթորեն դու նախապատրաստված պիտի լինես պատերազմի։ Միայն արժանապատիվ պաշտպանությունը գազམ་ագերբելուց հետո կհայտնվեն դաշնակիցներ, որոնց շահերը նաև կհամընկնեն մեր երկրի գոյության հետ եւ իրենց շահերի հետ, այդ ժամանակ նաև դու կարող ես նաև օգտվել դաշնակիցների հնարավորություններից։ Բայց ամեն բանի առաջ հույսը պետք է տնել քո վրա եւ երբեք պիտի չի
այսպես բդահոգվել այն հանգամանքից, վայ մենք փոքր պետություն ենք, ընդամենը մի քանի միլիոն ենք, քիչ ենք, փոքր ենք, այդպես չէ։ Խնդրեմ, այնպիսի օրինակներ կան, հենց այս օրերին մենք տեսնում ենք փոքր պետություններ, որոնք դարիներ շարունակ գամք են դրսևորել եւ հայրենիքի պաշտպանության ուղղությամբ ոչ միայն նախապատրաստվել են եւ ամբողջ ժողովուրդով կամ մեծամասնությամբ պատրաստ են ցանկերնին դալ այդ հայրենիքի համար։ Այս խաղապարը պիտի կերիշխի ոչ թե հողը դալ ողջ մնալու համար, այլ պատրաստ լինել ցանկը դալ հողը բահելու համար։ Սա այս է, իսկ այս իշխանությունները ամենավտանգավոր, այսինքն ես այդ վտանգը անշուշտ առաջի օրերից եմ զգացել, որ ճանաչելով Փաշինյանների պացիֆիստ, հա, իրենք պացիֆիստներ են։ Նրանք մեծ հաշվով ինչ ասեմ 90-ականների սկզբում կար այդպիսի քաղաքական մի շերտ, որոնք այսպես ասած կողմ չէին ոչ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնելու կամ պատերազմ մտնելուց հետո օր առաջ ուզում էին այդ պատերազմը հաղթարեցնել, զիջել, միայն պատերազմ չլինի։ Ամենամեծ վտանգը, որ ես նրա մեջ տեսել եմ, այդ պացիֆիզմի գաղափարախոսությունն էր, սակայն մենք բնականաբար 18 թվականին չէինք տեսնում, որ արդեն պայմանավորվածություն կա, որ Արցախի ճակատագիրը ինչպիսին պիտի լինի։ Այսինքն շատ լավ ընտրել են, հա, այս մեր ռեգիոնը կառավարող ուժերը շատ լավ ընտրություն են կատարել, անշուշտ Սերժ Սարգսյանի հուշմամբ, օգնությամբ եւ այս ամեն առավիրքը բերեցին մեր գլխին։ Կուզեմ նորից վերադառնալով եւ 20 թվականին եւ այսօր մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ադրբեջանական կողմի հոխորտանքները, որ այսպես կարող են անել, այնպես կարող են անել, այնինչ ասում ենք դուք պետք է անեք, նույնիսկ մեր այսօրվա անկազմակերպ վիճակով մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք ներուժ ունենք այսօրվա էս, հա, որ մենք կարող ենք համարել թույլ վիճակ է, նույնիսկ այս վիճակում մենք կարող ենք Ադրբեջանին ասել ոչ։ Եվ եթե նա համարձակվի նորից խոսքից գործի անցնել որևէ ոտնձգություն անելու իմաստով, նա կստանա համարժեք պատասխան եւ հետեւյալը ասեմ, երբ Երևանում ձևավորվի մի իշխանություն, որը ունակ է ադրբեջանական թշնամական կողմին ասելու ոչ, միայն այդ ոչը բավարար է, որ պատերազմը զսպվի։ Դրան վստահ եղեք։ 1994 թվականի Արցախյան հաղթանակից հետո Ադրբեջանը անընդհատ խոսում էր Ղարաբաղը վերադարձնելու մասին, Ղարաբաղ հասնելու մասին, իրենց մոտ տակ էին պահում Ղարաբաղի հարցը, անգամ Ղարաբաղի ներկայացուցչություն էր գործում։ Հիմա այստեղ 2023 եւ ընդ որում Ադրբեջանը դա արեց ավելի քան 30 տարի։ Այստեղ 2023 թվականին Հայաստանում գործող իշխանությունների կողմից մենք ուղիղ լսում ենք, որ այլևս փակ է Ղարաբաղյան հարցը, Ղարաբաղյան շարժումը եւ անգամ Արցախի ներկայացուցչության շենքն են ցանկանում փակել, ամեն կերպ ուզում են քնեցնել Արցախի հարցը։ Արցախյան հիմնախնդիրը դուք ինչպես եք ի վերջո տեսնում լուծումը, որն է վերջնական լուծումը Արցախի հիմնախնդրի։ Բնականաբար առաջնահերթորեն պետք է ցերպազատվել այս իշխանություններից, որոնք ուղիղ ենթակայության ներքո են թուրքական կողմին։ Լուծումը շատ պարզ է, երբ Հայաստանում ձևավորվի մի իշխանություն, որը պատրաստ է սպասարկելու մեր ժողովրդի եւ մեր երկրի շահերը, ապա առաջնահերթորեն պիտի մենք ուժ հավաքենք, հա, մեր ներուժը պետք է կազմակերպենք թիմադրելու թշնամու ոտնձգություններին, զուգահեռաբար պետք է վարել ճիշտ արտաքին քաղաքականություն, ցերկ բերելով իսկական դաշնակիցների եւ միաժամանակ մեր իրավունքները, որոնք արգա են նաեւ միջազգային հարթակներում ճիշտ դիտակույնից օգտագործվելու, քաղաքականությունը ճիշտ վարելու մեջ է լինելու Արցախի հետ վերադարձ։ Այսինքն մեր գլխավոր սխալը, որ Արցախի հարցում տեղի է ունեցել 91 թվականից 92 թվականից մինչ այսօր, գործող բոլոր իշխանությունները պաստորեն գնացել են սխալ ուղղությամբ եւ ոչ պատահմամբ, այդ ուղղորդված է եղել այդ ամենը։ Խոսքը վերաբերում է Արցախում ոչ թե պետք է անկախ պետություն
պետության ծնելու փորձ անեին, այլ նաև պետք է ի սկզբանե Արցախի միացումը կյանքի գոչելուն, որովհետև ամբողջ իրավական հիմքը մենք ունեցել ենք եւ 91 թվականի նաև գլխավոր սխալներից մեկը նաև այն է եղել, երբ անկախության հռչակագիրը հռչակվել է, այնտեղ այսպես ասած բաց ցևով, ճիշտ ցևով չի մեջբերվել գլխավոր այն միտքը, որ նորանկախ Հայաստանը համարվում է իրավահաջորդը առաջին հանրապետության։ Այս թավաջանությունը 91 թվականից է դեղի ունեցել, հետո 92-ին նրանց հաջողվեց նաև կյանքի գոչել արհեստականորեն Արցախը բաժանելու մայր Հայաստանից։ Երբ իշխանությունները սկսեն ապակա իշխանությունները այս ցիրկից վարել, այսինքն Արցախի վերադարձը Հայաստանին իրավունքի դիրքերից, երբ սկսվի ճիշտ արտաքին քաղաքականություն վարվել, ես վստահ եմ, որ շատ ավելի հեշտանալու է այդ ամենը, այսինքն ավելի ճիշտ հագարագործի կամ թշնամու վիճակը շատ բարդ է լինելու։ Սակայն հույսը պիտի չի տնել միայն ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու կամ իրավունքի դիրքերից մեր ամբողջ ռեսուրսը օգտագործելու մեջ, դրա զուգահեռ մենք պետք է պատրաստվենք մեր իրավունքներին դեր կանգնել, եթե պետք լինի նաև ուժով։ Եվ երբ որ այս երկու ուղղություններով զուգահեռաբար է աշխատանքը գնում, ես վստահ եմ, որ հավանականությունը շատ քիչ կլինի ուժի կիրառմանը։ Բայց եթե կուզեմ ասել, եթե մենք արիթ տալիս ես եւ համապատասխան դիվանագիտական աշխատանքով փորձում ես քո իրավունքներին դեր կանգնել եւ թշնամին այդպես էլ չի համառություն է ցույց տալիս, խոսքը այստեղ վերաբերում է եւ Արցախին եւ Նախիջևանին եւ նաեւ գլխավոր սխալներից մեկը 90-91 թվականներին նաեւ եղել է այն, որ Արցախի հարցը բարձրացնելուց բերի միաժամանակ Նախիջևանի հարցը բարձրացվեր։ Այս երկու հայաբատական հողագդորները միաժամանակ են օդարվել եւ մենք ունենք այսօր միջազգային իրավական հիմք, որ այդ հողադարածները պատկանում են Հայաստանին։ Կուզեմ ասել, երբ ճիշտ արտաքին քաղաքականություն վարվի եւ ամենակարևորը մեր, այսինքն քաղաքական ղեկավարության իղձերը, քաղաքական ղեկավարության նպատակը, ռազմավարությունը լինի իօգուտ հայ ազգի, հայ ժողովրդի շահերին, ամեն ինչ իր դեր կընկնի։ 30 ներողություն, արդեն 35 տարի է, 91 թվականից մինչ այսօր մենք կարող ենք ասել, որ այսինքն որևէ իշխանություն իշա հայ ժողովրդի, իշա Հայաստանի ռազմավարություն չի ունեցել։ Պարոն Սեֆիլյան, եւ մեր հարցազրույցի վերջում կցանկանամ անդրադառնանք ձեր բևեռականներին բնորոշող դիմագծին։ Եվ բևեռի անդամները եւ ձեր աջակիցների մոտ ծայրահեղություն եք նկատում։ Դուք եւ ձեր աջակիցները այնքան ծայրահեղական եք, որ հիշեցնում եք մեր էպոսի հերոսներին, մեր Սասնա ծռերին։ Ինչու եք այդքան ծուր։ Ծուրությունը ես բարբերաբար փորձել եմ այդ բարի իմաստը էպոսում դրականորեն է ներկայացնում։ Ասենք երբ է պետք ծուրություն անել, երբ ճգնաժամերի ժամանակ, երբ դրամապանական լուծումներ չեն գտնվում, այդ ժամանակ ծրությունն է փրկում։ Ես ծրությունը մեկնաբանում եմ ասելով, որ վերբանական լուծումն է, այսինքն վերբանական լուծում գտնելը եւ համարձակ քայլը այդ լուծումը իրականացնելու։ Կարծում եմ գլխավոր իմաստը ծրության այդ է։ Իսկ ինչ վերաբերում է մենք ծայրահեղական ենք, ես համաձայն չեմ, որ ծայրահեղական ենք, կարող ենք ասել արմատական ենք, բայց ես նաև հասկանում եմ, որ երկար տարիներ մեր նկատմամբ մինչ Սասնա ծռերի հայտնի գործողությունը եւ դրանից հետո համագարկը աշխատանք է դարել մեր նման գործիչների կամ մեր նման քաղաքապարները գրող մարդկանց հրեշացմամբ եւ դա իր արդյունքը տվել է։ Կուզեմ ասել, որ մենք չենք կարծում, որ ճիշտ է մեզ բնորոշելը ծայրահեղական, գուցե արմատական, այո, ծուր, բայց այն իմաստով, որ պիտի լուծումը գտնվի եւ եթե պետք լինի նաեւ վերբանական լուծումներ եւ
քայլեր ցերնարգել, պիտի ցերնարգվի, որովհետև այդ ամեն ինչը ոչ թե անձնապես իմ համար է կամ անձնապես քո համար է լինելու, դա լինելու է մեր ժողովրդի աբակայի համար։ Ազգային շահերի համար։ Անշուշտ։ Շնորհակալ եմ կրկին հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր զրուցակիցը ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էր։